Ես մեր հայկական մշակույթը սիրում եմ, բայց ինչ որ բաներ կան, որ բավականին հետամնաց են ու ժամանակն է որ փոխվեն։ Ու դրանցից մեկը էս մեր ագրեսիվ հյուրասիրությունն է։ Բոլորին էլ ծանոթ է այն երևույթը, երբ գնում ես ինչ-որ մեկի տուն հյուր, քեզ ինչ-որ բան են առաջարկում ուտելու, ասում ես չէ, նորից են առաջարկում, նորից ասում ես չէ, ու ասում են կեր թե չէ կնեղանամ։ Ես բազմաթիվ մարդկանց հետ եմ աշխատում, ում համար սննդակարգ եմ գրում, ով փորձում է քաշ կորցնի, ու ամեն անգամ, երբ ինձ հարցնում են, Ալեքսյան, իսկ երբ որ հյուր եմ գնում, ինչ անեմ, երբ որ բան չեմ ուտում, նեղանում են ինձնից, ես իրենց լրիվ հասկանում եմ, որովհետև իմ համար փորձը լրիվ նույնն է։ Դիետա պահելը ու քաշ կորցնելը արդեն ինքը իրանով շատ բարդ բան է, ու երբ քեզ շրջապատող մարդիկ փորձում են ամեն հնարավորության դեպքում քեզ հացակող անեն ու լի բան էլ նեղանում են քեզնից նրա համար, որ դու փորձում ես ավելի առողջ ապրելակերպ վարել ու հետևել քո քաշին, այսի որոշ մարդկանց համար նիհարելը գրեթե անհնար է սարքում։ Ու այս շատ մեծ խնդիր է, երբ որ քո ազգի մեջ ամեն երրորդ մարդու փորը ոնց որ նասոսով փչած լինի ու ամեն երկրորդ մարդը շաքար ունի։ Դրա համար եթե ինչ-որ մեկը ձեր տանը հյուր է եկել ու ասում է, որ սոված չի կամ ուղակի փորձում է քաշ կորցնի, շանտաժ անելու տեղը մի բան էլ դուք սիրտ տվեք։ Ասեք թե ինչքան գովելի է այդ, որ իրանք փորձում են իրանք քաշին հետևեն ու ավելի առողջ ապրելակերպ վարեն։ Ու նաև ցույց տվեք, որ դուք հասկանում եք, թե այդ ինչքան դժվար է։ Ես լրիվ հասկանում եմ, որ այս ագրեսիվ հյուրասիրությունը արվում է ամենալավ միտումներով, բայց եթե դուք իրոք ուզում եք, որ մարդիկ իրանք հնարավորինս լավ զգան, երբ ձեր տանը հյուր ընկալում են, դուք պետք է նաև հարգեք իրանք ընտրությունները։